Ողջույն բարեկամներ, այսօրվա դասի թեման հոդ, the article։ Ինչ է հոդը։ Նախ իմանանք, որ հոդերը լինում են indefinite article, այսինքն անորոշ հոդ, definite article, որոշիչ հոդ և զրոյական հոդ, երբ հոդ չի գործածվում։ Ուրեմն indefinite article-ը ունի և n հոդերը, definite-ը the, արտասանում ենք the կամ the, նայած բաղաձայնից առաջ է դրված, թե բաղաձայն բառով սկսող բառից, ձայնավոր բառով սկսող բառից առաջ է դրված, ըստ այդմ էլ the կամ the, և զրոյական հոդ ասացի, երբ հոդ չի գործածվում։ Ինչ է հոդը։ Հոդը սպասարկու բառ է, որը գործածվում է գոյականի իմաստը ճշգրտելու համար։ Պարզաբանենք այս նախադասությունը սպասարկու բառ է։ Ինչ է նշանակում սպասարկու։ Հիմա համեմատենք գոյական, ածական, թվական, դերանուն և կհասկանանք պարզ, թե ինչ է կոչվում սպասարկու բառ։ Երբ ասում ենք գոյական, հասկանում ենք շնչավոր կամ անշունչ առարկա, մարդ, կին, երեխա, քար, սար, երբ ցույց է տալիս առարկա։ Երբ ասում ենք բայ, հասկանում ենք գործողություն։ Երբ ասում ենք ածական, հասկանում ենք գոյականի հատկանիշը։ Երբ ասում ենք թվական, հասկանում ենք թիվը։ Հիմա սպասարկու բառ, այսինքն ինքը և n ոչինչ առանձին չեն նշանակում։ Եթե գոյական, ածական, թվական, դերանուն ասում ենք բառը, հասկանում ենք ինչ է նշանակում, առանձին եթե արտահայտենք, ասենք կամ n կամ v, ոչինչ չենք հասկանա։ Այսինքն նրանք իմաստ առանձին չունեն, ոչ թե չունեն, մեկ է նշանակում եզակի թվով, բայց առանձին չեն գործածում։ Հիմա ինչի համար են այս հոդերը, սրանք դրում են գոյականների վրա և ճշգրտում են գոյականի իմաստը։ Հիմա ասացին հոդերը լինում են indefinite անորոշ, definite որոշիչ և զրոյական հոդ, այսինքն հոդ չի գործածում։ Դեպքեր կան, որ գոյականից առաջ ոչ ոչ n և ոչ էլ the չենք դնում, դա կոչվում է զրոյական հոդ։ Հիմա indefinite article ասացինք, դա և n, երբ է գործածում երբ է գործածում n։ Եթե բաղաձայնը սկսվում է, եթե բառը սկսվում է բաղաձայնով, ասենք բուք, բուք բառի առաջին տառը b բաղաձայն է, ուրեմն բաղաձայնով է սկսում, ասելու ենք բուք։ Եթե բառի առաջին տառը սկսում է ձայնավորով, ուրեմն նրանից առաջ դնելու ենք n անորոշ հոդ, օրինակ apple, ձայնավորով է սկսվում բառը, a տառով ասելու ենք n apple, սա հասկացանք։ Հիմա որտեղից է առաջացել այս հոդը, article-ը։ Ընդհանրապես առաջացել է մեկ թվականից, որը նշանակում է, որ ցույց է տալիս մեկ առարկա, մեկ իր։ Հիմա երբ ասում ենք մեկ, նշանակում է այդ գոյականը, որը ասում ենք, նրա հետ ինքը եթե մեկ, ուրեմն մեկ առարկա պետք է ցույց տա, եթե նրանից առաջ դրված է կամ n, այսինքն եզակի թվի գոյական։ Ուրեմն այստեղից եզրակացություն indefinite, այսինքն անորոշ հոդը դրվում է եզակի թվով գոյականների հետ։ Չեն կարող ասել գրքեր, բայց ասենք գրքերից առաջ դնենք կամ n, ասենք մտքով մեկ գրքեր, պետք է ասենք մեկ գիրք, պարզ է։ Ասացի, որ a տառը դրվում է բաղաձայնից առաջ, օրինակ a book, a pen, a dog, բոլորն էլ բաղաձայններ են, նրանց առաջ դրվեց ձայնավորով սկսողները, an apple, an egg, ձու, an ink pot, թանաքաման և այլն։ Հիմա որոշյալ հոդը, ասացինք the-ն է, գոյականը պետք է լինի հայտնի, ծանոթ, որպեսզի the որոշիչ հոդը գործածենք։ Երբ ենք կարդում the և երբ ենք կարդում the։ Հիմա նայում ենք։ Այստեղ օրինակը the table, table բառը սկսեց բաղաձայնով թի տառով, ուրեմն ասելու արտասանելու ենք նույն և բաղաձայնից և գոյականից առաջ նույն the-ն է։ Ուղղակի արտասանությունը տարբեր է, the կամ the։ T-ն բաղաձայն է, ասել ենք the table, dog-ը d-ն բաղաձայն է, ասել ենք the dog, boy b-ն բաղաձայն է, the boy և այլն։ Իսկ եթե
բառը սկսում է ձայնավորով, օրինակ ձու բառում egg, ի տառը ձայնավոր է, չենք ասելու the egg, ասել ենք the egg, elephant, ի տառը ձայնավոր է, չենք ասելու the elephant, ասել ենք the elephant, the eagle, the envelope, սա էլ պարզ է։ Սրանք և անորոշ հոդի և զորոշ հոդի հիմնական գործառույթներն են, բայց այս գործառույթներից բացի այս անորոշ և որոշյալ հոդերը ունեն նաև այլ բացառություններ, որոնք անպայման պետք է իմանալ։ Ընդհանրապես քերականության մեջ միշտ լինում են բացառություններ, կանոնը տալիս են, որ սա կանոնն է, ըստ օրենքի, ըստ կանոնի այսպես է, բայց այդ բացի տակ թաքնված են շատ գաղտնիքներ, որոնց չիմանալը կարող է բերել ձեր գրավոր աշխատանքներում, ձեր շտեմարանում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, ասենք քննությունների ժամանակ ձեզ հիմար վիճակների մեջ հայտնեցնի և հայտնվեք հիմար վիճակներում և ձեր գրավոր աշխատանքը բացասական արդյունք ունենա։ Հիմա իսկ թե դրանք ինչ բացառություններ են, կարող եք դիտել վճարովի դասընթացում, թե ինչպես ձեռք բերել և ինչ արժե վիդեոդասը, գրեք կմանրամասնեմ, հղումը տրված է այստեղ, գրեք մեյլին և ես կբացատրեմ ամեն ինչ, առայժմ այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։